Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մի թեմայի մասին էինք ուզում խոսել։ Դուք գիտեք, որ այս իշխանությունները ունեն նաև սատելիտներ, սպասարկողներ, եւ այդ սպասարկողների առաջնագծում են սորոսականները, մարդիկ, ովքեր երկար տարիներ ֆինանսավորվել են Սորոսի հիմնադրամից։ Նրանք մշտապես ներկայանում են որպես քաղաքացիական հասարակություն, որպես անկախ հանրային գործիչներ, բայց չգիտես ինչու միշտ, երբ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունները դաշտ են նետում որևէ թեզ, որևէ մարդու թիրախավորման թեզ, այս մարդիկ էլ որպես անկախ, ճակերտների մեջ իհարկե, անկախ գործիչներ կպտում են գործին եռանդով մեծ ջանասիրությամբ, անգամ կարծում իրենց ջանասիրությանը կարող են այսպես երազել, ձգտել, որպեսզի հասնեն այդ ջանասիրությանը ամենաեղկելի ԿՊԱ-ականները։ Դրանցից մեկը Դանիել Իոնիսյանն է, սորոսական։ Սրանից ինքը իդեպ վատ չի զգում, դրա համար եմ կրկնում։ Այս մարդը վերջերս հենվելով Նիկոլ Փաշինյանի իշխանության հրապարակած կեղծ փաստաթղթի վրա հայտարարել է, թե Եզրած Սրբազանը KGB գործակալ է եւ քննադատել է ընդդիմությանը կամ հասարակության են լայն զանգվածին, ովքեր ասել են, որ նախ չեն ընդունել, որ դա իրականություն է եւ տեսել են այդ կեղծիքը, եւ երկրորդը մարդկանց, ովքեր ասում են, որ Խորհրդային Միությունը, այդ թվում նաեւ հայաստանցիների պետություններ, չասեմ հայրենիքը, պետություններ, որի քաղաքացիներն էին իրենք, եւ եթե մարդը այս տեսակետը նաեւ ես եմ ասել, եթե մարդը դիսիդենտ չի, այդ պետության դեմ չի գործում, ընդդիմություն չի այդ պետությանը, ապա որևէ դատապարտելի բան չկա, ավելին պետության տրամաբանությունը լավ հասկանալով մենք գիտենք, որ չկային հոգևորականներ, որոնք Խորհրդային Միության հատուկ ծառայությունների հետ կապ չպահեին, ուղղակի այդ մարդիկ կդադարեին ազատության մեջ լինել։ Եվ երկրորդը իրենց կողմից անընդհատ որպես հոգևորականի բարձրագույն օրինակ բերվող, երջանկահիշատակ Վազգեն Վեհափառը կաթողիկոս է դարձել 1955 թվականին։ 55 թվականը պատկերացնում եք Խորհրդային Միության որ տարիներն էին, Ստալինի մահվանից 1-2 տարի էր անցել եւ չէր կարող լինել կաթողիկոս, որը կապ չունենար հատուկ ծառայության հետ կամ առնվազն այդ հատուկ ծառայության ֆիլտրացիայով անցած չլիներ։ Վստահեցնում եմ ձեզ, Միացյալ Նահանգներում ու եվրոպական երկրներում էլ են այդպես, ուղղակի այնտեղ դրանց մասին շատ չի խոսվում։ Ավելին ասեմ, Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները տարբեր երկրների համար տարբեր աղանդներ են ստեղծել, կրոնական, այդ աղանդների մի մասը այստեղ է Հայաստանում է գործում, դրանք ոչ միայն կապ ունեն Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հետ, այլ ստեղծված են Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից որպես կրոնական կազմակերպություններ։ Ուրեմն գանք թեմային, մի կողմ թողնենք այն, որ դա կեղծ փաստաթուղթ էր, որ ապացուցվեց ԽՍՀՄ տարիներին հայերեն գրագրություն չի եղել պաշտոնական շրջանակներում։ Գանք նրան, որ Իոնիսյանը ասում է, որ հատուկ ծառայության հետ համագործակցելը վատ է, լավ վատ է, համաձայն ենք։ Բայց այստեղ մի հարց է առաջանում, եթե վատ է, ապա ինչպես էր Դանիել Իոնիսյանը նախորդ իշխանության ժամանակ ԱԱԾ-պետ նշանակված Կուտոյանի նշանակումը հիմնավորում։ Ես հիշեցնեմ, որ ինքը խիստ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս եւ մինչեւ վերջերս էլ հրապարակային հանցավոր ապօրինի ռեժիմ էր համարում, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Եթե դու որևէ իշխանություն համարում ես հանցավոր ապօրինի ռեժիմ, ապա չես կարող կապ ունենալ այդ ռեժիմի հատուկ ծառայության ղեկավարի հետ։ Իսկ եթե կապ ունես, դա մի բան է նշանակում, որ կամ քեզ են հավաքագրել այդ ռեժիմի հատուկ ծառայությունները, կամ դու լինելով սորոսական, դու ես հավաքագրել այդ հատուկ ծառայության ղեկավարին։ Երկու դեպքում էլ Հայաստանի համար իհարկե վատ է, բայց այստեղ Դանիել Իոնիսյանը ունի հարցերի պատասխանել։ Ինչ կապ ուներ նախկին հանցավոր ռեժիմի ԱԱԾ պետի հետ Դանիել Իոնիսյանը։
Ուրեմն ոչ միայն Դանիել Լեոնիսյան, այլև Նիկոլ Փաշինյան։ Ուրեմն ժամանակին, երբ Կուտոյանը ոչ այդքան օրինական մեխանիզմով նշանակվեց ԱԱԾ տնօրեն, իր կենսագրության մեջ կար դրվագ, որը ցույց էր տալի իր անհամապատասխանությունը այդ պաշտոնին, ոչ միայն այդ որ ինչպես Արգիշտի Քյարամյանին, տարան քննչական կոմիտե, այնտեղից բերեցին ԱԱԾ, որպեսզի կոչումներ տան։ Շարքային մարդը միանգամից գնդապետի կոչում ստացավ եւ բերվեց ԱԱԾ պետի պաշտոնին։ Կուտոյանի կենսագրության մեջ նաեւ մի դրվագ կար, որը ապօրինություն էր ցույց տալիս։ ԱԱԾ աշխատակիցները, այն էլ ղեկավար կազմի աշխատակիցների համար կա պարտադիր պայման, որ նրանք ծառայած լինեն զինված ուժերում Հայաստանի։ Ու եթե խորհրդային միության տարիներին են եղել ԱԱԾ համակարգում, մնացել են համակարգում, խորհրդային միության ծառայությունն է հաշվում, բայց մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ նոր պիտի գնան ԱԱԾ համակարգ, նրանց համար պարտադիր պայման է Հայաստանի զինված ուժերում ծառայած լինելը։ Կուտոյանը զինված ուժերում չէր ծառայել, փոխարեն այդ կենսագրության այդ անհամապատասխանությունը, այսպես ժողովրդի խոսքով ասած թարազուի բերելու համար գրել էին, որ Ռոստովի ինչ որ համալսարաններից մեկում զինվորական բաժին է ավարտել, չնայած, ասեմ օրենքով, Ռոստովի ինչ որ համալսարանի ինչ որ զինվորական ամբիոն ավարտելը հավասարեցված չէ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելուն։ Բայց այս ֆոնին Դանիել Լեոնիսյանը Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում գրել է հետևյալ հոդվածը, ընթերցում եմ բառացիորեն։ Ինչ է գրել նա. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց 35-ամյա Գեորգի Կուտոյանը, որը նախկինում երբեք ուժային կառույցներում չէր աշխատել եւ ուներ ընդամենը 10 օր առաջ ստացած գնդապետական ուսադիր դեր։ Ընդ որում, այս օրերին հայտնի դարձավ, որ ոչ Կուտոյանը, ոչ էլ նրա ընտանիքը չունեն անշարժ գույք եւ անգամ ավտոմեքենա։ Ավելին, Կուտոյանի ընտանիքը ապրում է վերջինիս հայրական տանը եւ եթե նշվածին գումարենք ԱԱԾ նոր տնօրենի ստացած կրթությունը, կարելի է պնդել, որ վերջինս միջին խավի դասական ներկայացուցիչ է։ Այսպիսով երիտասարդ արևմտյան կրթությամբ եւ դե ֆակտո քաղաքացիական անձ հանդիսացող Կուտոյանը այժմ ղեկավարելու է ամենակոնսերվատիվ ԽՍՀՄ փլուզումից հետո ամենաքիչ փոփոխությունների ենթարկված եւ ամենափակ պետական կառույցը, իր ենթակայության տակ ունենալով հազարավոր աշխատակիցների եւ անգամ շուրջ 10 գեներալների։ Սարգսյանը եւ ներողություն, փորձենք հասկանալ, թե ինչ է փորձում այս նշանակմամբ անել Սերժ Սարգսյանը եւ ինչ փոփոխություններ կարելի է սպասել ԱԱԾ-ում։ Անշուշտ ԱԱԾ-ն շարունակելու է իշխանությունների պահպանման ու վերարտադրման գործին աջակցելը, սակայն հույս կա, որ այն կսկսի նաեւ ավելի արդյունավետ գործել արտաքին ճակատում։ Ավելին, հուսանք, որ երիտասարդ, գոնե մինչ այժմ կոռուպցիոն սեփական շահեր չդրսևորած Կուտոյանը ԱԱԾ-ում կնվազեցնի կոռուպցիան, կնվազեցնի ՌԴ-ի ազդեցությունը դրա վրա եւ կվերացնի գոնե այն սովետական ավանդույթները, որոնք վնասում են ոչ միայն պետությանը, այլև իշխանությանը։ Այդ ժամանակ շատերի համար անհասկանալի էր, թե ինչպես կարող է իբր ընդդիմադիր Դանիել Լեոնիսյանը, իբր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի թերթով գովերքել նորանշանակ ԱԱԾ պետին, որը ապօրինաբար է նշանակվել այդ պաշտոնին, օրենքներ շրջանցելով են նշանակել այդ պաշտոնին, եւ նկատենք, որ Դանիել Լեոնիսյանը նկատում է Կուտոյանի միայն արևմտյան կրթությունը, բայց չի նկատում այն, որ իր կենսագրության անհամապատասխանությունը ծածկելու համար կենսագրությունում կա նաև Ռոստովի ինչ-որ համալսարանում սովորելու դրվագ։ Ռուսական համալսարանում սովորելը չի նկատում։ Փոխարենը ասում է, որ կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը։ Որտեղից գիտեր, ընդ որում ճիշտ էլ ասում է, հենց այդպես էլ գնաց, նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը, կարևոր կադրային փոփոխություններ տեղի ունեցան, ԱԱԾ-ից դուրս եկան մարդիկ, որոնք Ռուսաստանում սովորել էին եւ իրականում լավ մասնագետներ էին։ Որտեղից գիտեր Դանիել Լեոնիսյանը սրա մասին։ Դու գիտեք որտեղից գիտեր, որովհետեւ Սերժ Սարգսյանի հրամանով ԱԱԾ պետի պաշտոնին էր նշանակվել մարդ, որը ինչպես Դանիել Լեոնիսյանը ժամանակին ֆինանսավորվել էր ազգային ներողություն Սորոսի հիմնադրամի կողմից։ Կուտոյանը եւս եղել է Սորոսի հիմնադրամի շահառու։ Ենթադրաբար նա հենց Սորոսի հիմնադրամում է սկսվել նրա եւ Դանիել Լեոնիսյանի ծանոթությունը եւ մտերմությունը։ Ինչու եմ ասում մտերմություն, որովհետեւ նրա մահվան օրը նա կատարել է մի գրառում, որը
չէր կարող անել ոչ մտերիմ մարդ, հա։ Այստեղ իհարկե հարցեր կան, թե Սերժ Սարգսյանը ինչպես է Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվածին նշանակել ԱԱԾ-պետ, ինչպես է եղել, որ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորում ստացողը մտերիմ է եղել նրա հետ, խոսքը Դանիել Լեոնիսյանի մասին է, եւ ինչպես է եղել, որ Նիկոլ Փաշինյանն է գովերքել, Նիկոլ Փաշինյանի թերթում են գովերքել Կուտյանին։ Ընդ որում Կուտյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատից էր։ Էս ո՞նց է ստացվել, այ Դանչո ջան, էս ինչ ա եղել, որ դու հանցավոր ռեժիմի ԱԱԾ պետին նորանշանակ, այսպես դրական լույսի ներքո ես ներկայացրել, հա։ Կոռուպցիայի հետ կապ չունեցող Կուտոյանը երջանկայի շատ երկար տարիներ եղել է Սերժ Սարգսյանի աշխատակիցը, իր աշխատակազմում աշխատել։ Այդ ո՞նց էր, որ Սերժ Սարգսյանի ամբողջ աշխատակազմը կոռումպացված էր, երևի մի հոգու որպես սուրբ էին պահում այդ աշխատակազմում, հա, Դանչո ջան։ Պատճառ կար պաշտպանելու Կուտյանին, գովերքելու նրան։ Արդեն, ուրեմն, ու սկզբում անհասկանալի էր, հա, որ ինչու է Փաշինյանի թերթով պաշտպանվում Կուտյանին։ Հետո մենք պարզեցինք, իհարկե 18-ից հետո, որ Միքայել Մինասյանի ընկեր Կուտյանին պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի թերթով նրա համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը ամսական ավելի քան $50,000 ֆինանսավորում էր ստանում Փաշինյանի թերթը, ֆինանսավորում էր ստանում Միքայել Մինասյանից։ Սա հրապարակային ընդունել է Միքայել Մինասյանը, մեխանիզմը բացատրել է, այսինքն փաստեր եւս ներկայացրել է դրա վերաբերյալ, թիվը մենք ենք գտել իհարկե հետո, բայց ամեն դեպքում այն ավելի քան $50,000 էր։ Հստակ թիվ Փաշինյանը պիտի ասի։ Կուտյանի ինքնասպանությունից հետո էլ պարզվեց, այո, թե ինչու է Դանիել Լեոնիսյանը պաշտպանում նրան։ Որովհետև երկուսը արդեն ասացի եղել են Սորոսի հիմնադրամի շահառուները։ Ուրեմն ինչ է գրում Մավան օրը Դանիել Լեոնիսյանը, գրում է. Գյորգի Կուտյանը ոչ օլիգարխ էր, ոչ կերակրատաշտից լափող, չուներ անձնական թշնամիներ, համեստ կյանքով էր ապրում, բայց Գյորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի եւ ԱԱԾ-ի մասին, շատ բան։ Դանիել Լեոնիսյան, Սորոսի հիմնադրամի շահառու։ Դանչո ջան, ես որտեղից այսքան բան գիտեիր դու բանի Կուտյանի մասին։ Կիսվել էր հետդ, որ Սերժ Սարգսյանի մասին բաներ գիտեր։ Որտեղից գիտեիր, որ Կուտյանը անձնական թշնամիներ չունի։ Ինչ գիտեիր։ Սա նման տեղեկատվության կարող է տիրապետել մարդ, որը բացառիկ մտերմություն ունի Կուտյանի հետ։ Բացառիկ մտերմություն։ Ես հիշեցնեմ, որ ըստ Դանիել Լեոնիսյանի Սերժ Սարգսյանի իշխանությունը ապօրինի էր, չընտրված իշխանություն էր, հանցավոր ռեժիմ էր, ռսահպատակ ռեժիմ էր։ Կուտյանն էլ սովորել էր Ռոստովում։ Հիմա հարց, որը սկզբում էլ տվեցի հաղորդման։ Դանիել Լեոնիսյանը կապ ունի ԱԱԾ-ի հետ։ Ես կտամ 3 հարց։ Արդյոք ԱԱԾ-ն հավաքագրել է Դանիել Լեոնիսյանին։ Այս հարցը ինչու է առաջանում, որովհետև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին լիուլի գովազդվել է Դանիել Լեոնիսյանը, այդ թվում իշխանության մեդիաներով, եւ հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանի խոսնակ ԱԱԾ աշխատակից, միջև խոսնակ լինել, ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Հակոբյանը, երբ փորձում էր հավաքագրել ժառանգության անդամ Հրայր Մանուկյանին, հիշեցնեմ, որ ժառանգության ցուցակում եղել է նաև Դանիել Լեոնիսյանը։ Ընդ որում Հրայր Մանուկյանի վերաբերվող այդ հավաքագրման փորձը եւ ձայնագրությունը արվել է այն ժամանակ, երբ Դանիել Լեոնիսյանն էլ նոր հայտնվում էր դաշտում եւ իշխանական մեդիան գովազդում էր։ Վլադիմիր Հակոբյանը ձայնագրությունը կա, կարող YouTube-ում գտնել։ Բառացիորեն Հրայր Մանուկյանն ասում է հետեւելը. դու պիտի ընդունես մեր համագործակցության առաջարկը եւ քո առաջ կբացվեն բոլոր դռները։ Եթե չընդունես մեր այդ համագործակցության առաջարկը, քո առաջ որևէ դուռ չի բացվի։ Եվ Հրայր Մանուկյանը չընդունելով այդ առաջարկը, իր առաջ որևէ դուռ չբացվեց։ Սա անկեղծորեն ճիշտ էր ասում այդ ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Հակոբյանը, որ հետո դարձավ Սերժ Սարգսյանի խոսնակ։ Փոխարեն այդ խոսակցության ձայնագրության տարիներին ու դրանից հետո բոլոր դռները բացվեցին Դանիել Լեոնիսյանի առաջ։ Էլ ընտրություններ հետազոտում, էլ փորձագետներ հնարավոր բոլոր հարցերով։ Արմենիա հեռուստաընկերության եթերում էր, ՀՄԿ-ի եթերում էր, Միքայել Մինասյանին պատկանող մեդիաների հիմնական մեկնաբաններ, հարցազրույցներ էր տալիս։ Բոլոր դռները բացվում, հարց է առաջանում։
Կարող է լինել այնպես, որ Դանիել Իոնիսյանին էլ արել են առաջարկ ու նա չի հրաժարվել առաջարկից։ Չեմ պնդում, հարց եմ տալիս։ Կարող է արդյոք Դանիել Իոնիսյանը հանդիսանում է ԱԱԾ գործակալ։ Սերժ Սարգսյան իշխանության տարիներին ԱԱԾ գործակալ։ Հարց, որը պիտի պատասխան ստանա։ Հաջորդ հարցը։ Կարող է լինել այնպես, որ երջանկայիշատակ Կուտոյանն է ԱԱԾ-ում սպասարկել Սորոսի շահերը։ Եվ կոպիտ ասած Դանիել Իոնիսյանի հայրական տունն է նրան հավաքագրել։ Հայրական տուն ասելով Սորոսին նկատի ունի։ Շագերտերի մեջ հայրական տուն։ Որտեղ վստահ եմ Դանիել Իոնիսյանը իր հորից այդքան փող չի ստացել, ինչքան Սորոսից։ Կարող է լինել այդպես։ Ինչպես է ստացվել, որ Կուտոյանը դարձել է ԱԱԾ պետ մի պարագայում, երբ իրենից հետո ԱԱԾ պետ դարձած Արտուր Վանեսյանը բառացիորեն հայտարարել է, որ Սորոսի հիմնադրամը ազգային անվտանգության սպառնալիք։ Ինչ դեր էր տանում Կուտոյանը ԱԱԾ պետի պաշտոնում եւ արդյոք շարունակում էր Սորոսի հիմնադրամի հետ կապ ունենալ եւ արդյոք այդ կապավորը նաեւ Դանիել Իոնիսյանն էր։ Հարց, ոչ պնդում։ Եվ երրորդ հարցը, արդյոք Հայաստանում այնքան բարդակ է եղել եւ Սորոսի հիմնադրամում էլ այնքան բարդակ է եղել, որ ով ում հետ ուզեցավ շփվել է։ ԱԱԾ պետը Սորոսի հիմնադրամի շահառուի հետ։ Հայաստանի բարդակ լինելու մասով չեմ կարող պնդել, որ այդպես չի եղել։ Սորոսի հիմնադրամի մասով դժվարանում եմ նման պնդում անել, չեմ կարծում այնտեղ բարդակ է եղել։ Եվ չեն իմացել ով ում հետ է շփվում։ Որպեսզի հասկանաք, պատկերացրեք, ասենք Ռուսաստանում մահացած ընդդիմադիր հանդես եկող Նավալնին, ասենք բացահայտ կապ ունենար Ռուսաստանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ու ասեր ղեկավարի մահվանից հետո ասեր, այ գիտեք ինչ գիտեր նա Պուտինի մասին։ Միանգամից բարձ կդառնար, չէ՞ որ նա գործակալ է եղել։ Կամ այդ բանը հատուկ ծառայության ղեկավարն է գործակալ եղել։ Էնպես որ հարգելի հեռուստատիտողներ, սրանք հարցեր են, որոնց պիտի պատասխանի նախորդ իշխանություն, ինչպես նաև Դանիել Իոնիսյանը։ Դանիել Իոնիսյան Եզրաստ Սրբազանին առնչվող կեղծ տեղեկությունների մասին կոմենտ տալուց, այդ կեղծ տեղեկատվությունը տարածելուց առաջ կամ գուցե իրական տեղեկատվությունը տարածելուց առաջ լավ կանես դու պատասխանես հարցը։ Ինչ կապ ուներ Սերժ Սարգսյանի ժամանակ ԱԱԾ-ի հետ։ Ուներ կապ թե չուներ։ Ինչ կապ ուներ Գյորգի Կուտոյանի հետ։ Ուներ թե չուներ։ Ինչպես էր եղել, որ դու գիտեիր, թե Գյորգի Կուտոյանը ինչեր գիտի Սերժ Սարգսյանի մասին, կամ անձնական թշնամիներ ունի, թե ոչ։ Սա Patreon-ի մեր բաժանորդների համար առաջիկայում գուցե նաև հրապարակենք, բաց դնենք YouTube-ում, բայց դեռ նման միտք չունենք։ Շնորհակալ եմ, հարգելի բաժանորդներ, մեզ աջակցելու համար, շնորհակալ եմ, որ ձեր ֆինանսական աջակցությամբ օգնում եք նաև բարելավել մեր աշխատանքները։ Լավ մնացեք, կհանդիպենք։